Կմաքրեմ թուղթուկիր, կհեռացնեմ ընտանեկան անեծք, չար աչք։ Երբեմն անձնական և ոչ միայն անձնական, ինչպես նաև ազգային անհաջողություններ, անհասկանալի բացասական երևույթների շարան, փոքր և զանգվածային դժբախտությունների հանդիպելիս մենք ակամա կատարվածը բարդում ենք թուղթուկրերի, չար աչքերի և անեծքների վրա։ Այդ ժամանակ առանց բուն երևույթն ընկալելու և առանց հետևանքների մասին խորհելու սկսում ենք փնտրել օգնություն հայտնաբերված կամ կասկածյալ անեծքները չեզոքացնելու ուղղությամբ և ընկնում թուղթուկրով, գերեզմանի հողով, սև պատարակներով մեզ մոլորեցնող սև մագիայի ճիրանները։ Ինչպես չտրվել նման երևույթների, ինչ անդառնալի հետևանքներով է հղի սև մագիան, և թե ինչպես ձեզ կօգնի այս հարցում աստղաբանությունը, բացառիկ բանալի է տալիս հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը, միաժամանակ վստահեցնելով. սև մագիայից ձերբազատվելու միակ միջոցը բացարձակ հավատքն է առ Աստված։ Ասեմ, որ առանձնապես մոգության հետ չեմ շփվել, բախտ եմ ունեցել երևի եւ դա մարդկային որակներից է եւ նաեւ անձնական քարտեզի, աստղաբանական քարտեզի առանձնահատկություններից, բայց վերջին այս 5 տարիների իմ ուսումնասիրությունները բերել են նրան, որ քարտեզներ կան, որոշակի անձնային տիպեր կան, որոնք ավելի շատ են այսպես ենթակա եւ թույլ մոգական այդ բոլոր ծիսակարգերին։ Այո, աստղաբանական քարտեզը մեկնաբանում է, այնտեղ հատուկ կետեր կան, ոմանց թույլատրվում է անել, բայց դրա համար պետք է պատասխան տան եւ վերջերս ես պատահաբար ինձ բերեց համացանցում այսպիսի մի ելույթ էր կարճ, այդ անձը, որը խոսում էր դեմքը փակած էր, ասեց ինձ մոտ մի կին էր եկել, որը ցանկանում էր, որ իր տղան ամեն գնով հասնի մասնագիտական հաջողություններ եւ մեծ գումարներ վաստակի, տվյալ անձը ասել էր, ասեց նրան զգուշացվել է, որ դրա համար մեծ հետագայում մեծ պատասխանատվության ես ենթարկվել եւ ինչ որ կարեւոր բան կյանքիցդ կարող է հեռանալ։ Այդ կինն ասել էր ոչինչ ինձ չի կանգնեցնի, ինչ էր եղել, երբ որ այն ինչ որ կատարել էր, այդ ամենից հետո տղան սկսել էր այնպիսի մի կնոջ որդի, որը նաև ի սկզբանե ուներ այդ ռեսուրսները, նա սկսել էր շատ մեծ գումարներ աշխատել, բայց կյանքի այնպիսի մի իրավիճակում էր հայտնվել, որ նա կորցրել էր առողջությունը անվերադարձ։ Ուստի մեր հետևորդներին հորդորում եմ հեռու մնացեք այդպիսի գործերից։ Ես ինքս չեմ առնչվել, բայց դեպքեր կան, երբ որ հարցրել եմ, արդյոք երեխա, արդյոք ամուսնությունը տեղի ունեցել այդպիսի ծիսակարգերից հետո, իհարկե քարտեզը ցույց էր տալի, այո, այդ աղջիկն ասաց, որ իմ 2 տատիկներն են զբաղվում են այդ միջոցներով, ցավալիորեն այդ միջոցների օգտագործման արդյունքում թե բարեբախտաբար նա ամուսնացել էր, բայց նա զրկվել էր երեխա ունենալու։ Իսկ հնարավոր է նախապես հասկանալ, որ ձեզ դիմում են եւ հարցնում, օրինակ խնդրում ենք մեր քարտեզի միջոցով պարզել այս պահին մեզ վրա թուղթուկիր, սև մոգության որևէ ազդեցություն գործում է, թե ոչ։ Ես այս պահին չեմ նայում, ես նայում եմ, որ քարտեզը կարող է ունենալ այդպիսի թույլ կետ։ Իսկ եթե քարտեզը արձագանքում է, իմ միակ հորդորը, որ ուղղակի պետք է շատ աղոթել եւ մաքրել եւ կարմարոդը, հա, այն իրենց ամբողջ սերնդի կարման, իրենց ժառանգական եկած այդ բոլոր խնդիրները։ Համենայն դեպս, եթե մայրը թույլ է լինում, իմ խորհուրդը, որ պարբերաբար հաճախի եկեղեցի արևելյան ուսմունքներում մանտրաներ կա, աղոթքներ պարբերաբար անի, իր հոգևոր եւ էներգետիկ բալանսը վերականգնի։ Մնացած դեպքերում չգիտեմ ինչպես է աշխատում, ես լույսի ճանապարհն եմ ընտրել, ես իմ աղոթքներն եմ անում, դա ինձ համար մեծ հզոր ուժ է։ Շնորհակալ եմ ձեր լուսավոր զրույցի համար, շնորհակալ եմ այն սիրո եւ ջերմության համար, որը հորդում է այս պահին մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Մանրապես։